Իմպերիալիզմը եւ նրա ճնշումները Հնդկաստանի դեմ բրաբատ պատնայք հողովրդական ժողովրդավարություն, անհավատալի զուգադիպություն է, որ հենց այն օրը, երբ նշվում է հնդկական ժողովրդի պայքարի հաղթանակի 78-րդ տարեդարձը, բրիտանական իմպերիալիզմի դեմ ամերիկյան իմպերիալիզմը բացահայտորեն ճնշում է Հնդկաստանին, ստիպելով ենթարկվել իր թելադրանքին։ Սակայն կարելի է ասել, որ դա հենց իմպերիալիզմի բնույթն է։ Իրականում այս 78 տարիների ընթացքում մի քանի անգամ ամերիկյան իմպերիալիզմը փորձել է Հնդկաստանին ստիպել ենթարկվել իր պահանջներին։ Բայց այսօրվա ճնշումների եւ նախկին փորձերի միջև երկու էական տարբերություն կա։ Առաջինը, այժմյան ճնշումը չի ներկայացվում։ Արեք այն, ինչ մենք պահանջում ենք, քանի որ դա ձեր իսկ օգտի համար է ձևակերպմամբ, այլ շատ ավելի ուղիղ։ Արեք այն, ինչ մենք պահանջում ենք, քանի որ դա մեր շահի համար է, այլապես կպատժվեք։ Երկրորդը, ի տարբերություն անցյալի, երբ Հնդկաստանի կառավարությունը համարձակորեն դիմադրում էր, այսօր այն խառնակ ազդանշաններ է հղում, չհակադրվելով ամբողջությամբ։ Թույլ տվեք մանրամասնել։ Երբ անկախ Հնդկաստանը հրաժարվեց միանալ ամերիկյան իմպերիալիզմի ձևավորած ռազմական դաշինքներին, ինչպես Ստոն, այնպես էլ Սենտն, որոնք ստեղծվել էին Խորհրդային Միությունը շրջափակելու համար, եւ փոխարենը որդեգրեց չմիացման քաղաքականություն, այդ քայլը հարուցեց Ամերիկայի դժգոհությունը։ Այդ ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քոստեր Դալեսը առաջ քաշեց հայտնի բանաձևը. «Եթե դուք մեզ հետ չեք, ուրեմն մեզ դեմ եք»։ Եվ դրան համահունչ ԱՄՆ-ը Հնդկաստանին վերաբերվեց թշնամաբար։ Այն տարիներին, երբ Հնդկաստանը ձգտում էր պլանային տնտեսությամբ ապահովել ինքնաբավություն, զարգացնել ծանր արդյունաբերության հիմքը հանրային սեկտորի միջոցով եւ թուլացնել մետրոպոլիտան կապիտալի վերահսկողությունը տնտեսության նկատմամբ, գործնականում որևէ զարգացման օգնություն չկար ոչ ԱՄՆ-ից, ոչ էլ այնպիսի հաստատություններից, ինչպիսին էր Համաշխարհային բանկը, որը գտնվում էր նրա վերահսկողության տակ։ Ամերիկյան ֆինանսավորմամբ Հնդկաստան այցելող մասնագետները խորհուրդ էին տալիս հրաժարվել Մահալանոբիսի ռազմավարությունից, որը առաջնահերթություն էր տալիս ինքնաբավությանը։ Թես Դանիել եւ Ալիս Թորների «Հողը եւ աշխատանքը Հնդկաստանում» գրքի «Պլանի փորումը» վերնագրված հոդվածը 529-րդ էջից մինչև 230-րդ էջը։ Սակայն Խորհրդային Միության անշեղ աջակցության շնորհիվ Հնդկաստանը շարունակեց եւս չմիացման քաղաքականությունը եւ գիտե ինքնաբավության ուղին հանրային սեկտորը օգտագործելով մետրոպոլիտան կապիտալի գերիշխանությանը հակադրվելու համար։ Թեև ստիպված էր խիստ արտարժույթի ռացիոնալացման ենթարկվել, այնուամենայնիվ մնաց իր կուրսին հավատարիմ։ 1950-ականների վերջին Դալեսի մահից հետո ԱՄՆ-ը սկսեց աստիճանաբար փոխել իր դիրքորոշումը, վախենալով, որ իր մեկուսացնող քաղաքականությունը ավելի շատ վնասում է իրեն եւ օգնում Խորհրդային Միությանը, քան ստիպում է Հնդկաստանի նման երկրներին ծռվել։ Դվայթ Այզենհաուերի այցելությունից հետո 50-ականների վերջում վերջապես որոշակի օգնություն սկսեց տրամադրվել Համաշխարհային բանկի կողմից, սակայն միայն ենթակառուցվածքների ծրագրերի համար։ Նորից Բանգլադեշի պատերազմի ժամանակ, երբ Հնդկաստանի միջամտությունը ամենին զրկել էր խառնակ ջրերի մեջ ձուկ օրսալու ոսկե հնարավորությունից, Վաշինգտոնը այնքան բարկացավ, որ նույնիսկ ուղարկեց իր 74 համարով մարտական նավախումբը, որի առաջնորդը իր ինքնաթիռակիրն էր Enterprise-ը, դեպի Բենգալիայի ծոց Հնդկաստանին վախեցնելու համար։ Սակայն, չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին, Հնդկաստանը չհեռացավ իր ընտրած ուղուց եւ աջակցեց Բանգլադեշի ստեղծման գործընթացին։ Ամերիկյան իմպերիալիզմի ճնշումները ոչ միայն ընդհանրական ձգտումը հաստատել գերիշխանություն, այլև կոնկրետ դեպքերում այս երկիրը ստիպելու փորձերը ենթարկվել ամերիկյան օրակարգին, վաղեմի երևույթ են։ Անկախ Հնդկաստանը նախկինում կարողացել էր հաջողությամբ դիմադրել դրանց։ Սակայն այժմյան ճնշումները, թեև նոր բան չեն, տեղի են ունենում բոլորովին այլ համատեքստում, որտեղ երկիրը որդեգրել է նեոլիբերալ կապիտալիզմ եւ հետեւաբար ենթարկվել է գլոբալիզացված ֆինանսական կապիտալի գերիշխանությանը։ Այսօր Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող ճնշումները, որոնք չեն սահմանափակվում միայն Հնդկաստանին, վերաբերում են երկու հիմնական հարցի։ Առաջինը մաքսատուրքերն են։
Քանի որ օգոստոսի 1-ին համաձայնության չհասան, այժմ նշանակում է, որ հնդկական ապրանքները ԱՄՆ շուկայում կբախվեն 25% մաքսատուրքի։ Երկրորդը պատժամիջոցային մաքսատուրքերն են, որոնցով ԱՄՆ սպառնում է հարվածել հնդկական ապրանքներին այն պատճառով, որ Հնդկաստանը Ռուսաստանից նավթ է գնում, խախտելով արևմտյան պատժամիջոցները, որոնք սահմանվել էին այդ երկրի դեմ։ Բացի այդ, Թրամփը նաև արտահայտվել է BRICS-ի մասին, ինչը հուշում է, որ նա փորձում է Հնդկաստանին կամ դուրս մղել այդ կազմակերպությունից, կամ էլ, եւ սա ավելի հավանական է, այնտեղ վերածել ամերիկյան տրոյական ձիու, բայց սա անմիջական կարևորություն չունի։ Իսկ ահա ռուսական նավթ գնելու հարցում Հնդկաստանի կառավարությունը տատանվել է, հնչեցնելով հակասական հայտարարություններ, որոնք ցույց են տալիս, որ երկիրը պատրաստվում է զիջել ԱՄՆ-ին։ Քանի որ ռուսական նավթը ավելի էժան է, քան Հնդկաստանին հասանելի որևէ այլ Միացյալ Նահանգների կողմից թույլատրված աղբյուրից, ակնհայտ է, որ Հնդկաստանին ճնշելը, որպեսզի նա դադարեցնի ռուսական նավթի գնումները, նշանակում է պարտադրել նրան գործել իր իսկ շահերի դեմ։ Եվ ինչու։ Այս պատժամիջոցները չեն ՄԱԿ-ի կողմից հաստատված պատժամիջոցներ, ինչպես օրինակ դրանք, որոնք կիրառվել էին ապարթեիդյան Հարավ Աֆրիկայի դեմ։ Սրանք միակողմանի պատժամիջոցներ են, որ սահմանված են Միացյալ Նահանգների եւ այլ իմպերիալիստական երկրների կողմից, այն երկրների դեմ, որոնք չեն ենթարկվում իրենց հրահանգներին, ինչպիսիք են Կուբան, Իրանը կամ Վենեսուելան։ Ուրեմն երկրներին հարկադրելով ընդունել այսպիսի պատժամիջոցներ, նրանք ստիպում են գործել իրենց սեփական շահերի դեմ ի նպաստ իմպերիալիզմի նպատակների։ Այստեղ անգամ ձևական պատրանք չկա, թե երկրները ենթարկվում են Միացյալ Նահանգներին իբր որևէ բարձրագույն սկզբունքի անունից։ Նրանք բացահայտ եւ շոշափելի ձևով ճնշվում են, որպեսզի ծառայեն իմպերիալիզմի ռազմավարական շահերին սեփական ծախսով։ Բայց ինչու Մոդիի կառավարությունը համարձակ եւ վճռականորեն չի մերժել Թրամփին այս հարցում։ Վերջի վերջո չհաշված Չինաստանը, անգամ մի կապիտալիստական երկիր, ինչպիսին Բրազիլիան է, համարձակորեն դիմագրավել է Թրամփին։ Նախագահ Կուլան հայտարարել էր, որ եթե Թրամփը Բրազիլիայի ապրանքների վրա դնի 50% մաքսատուրք, ապա Բրազիլիան ևս իր հերթին 50% մաքսատուրք կդնի ամերիկյան ապրանքների վրա։ Կոնգրեսական կուսակցությունը ճիշտ է մատնանշել Մոդիի թուլամորթությունը եւ հակադրել այն Ինդիրա Գանդիի համարձակ դիմակայությանը Նիքսոնի հետ Բանգլադեշի պատերազմի ժամանակ։ Իդեպ, Նիքսոնը մի անգամ խոստովանել էր, որ վախենում էր նայել Ինդիրա Գանդիի աչքերին։ Սակայն պետք է նկատել, որ առաջնորդի համարձակությունը կամ թուլամորթությունը անկախ չեն դասային հիմքերից։ Հուլայի եւ Մոդիի տարբերությունն այն է, որ Հուլան իր արմատներով կապված է աշխատավոր դասի հետ, իսկ Մոդին, որքան էլ ստանա որոշ աշխատավորների ձայներ, հիմնականում հենվում է խոշոր բուրժուազիայի վրա։ Նույնպես Հնդկաստանի դիրքորոշման տարբերությունը Միացյալ Նահանգների իմպերիալիստական ճնշումների հանդեպ այն ժամանակ եւ այժմ այնքան էլ չի պայմանավորված միայն Ներուի կամ Ինդիրա Գանդիի եւ Մոդիի անհատական հատկություններով, թեև դա էլ անժխտելի է, որքան տարբերությամբ հակակոլոնիալ, ինքնուրույն զարգացման քաղաքականություն վարող ռեժիմի եւ նեոլիբերալ ռեժիմի միջև։ Ակնհայտ է, որ էստրե կապ գոյություն ունի երկրի արտաքին քաղաքականության եւ նրա տնտեսական քաղաքականության միջև։ Երբ պետության կողմից կառավարվող տնտեսական քաղաքականությունը, որն առաջնահերթություն էր տալիս ինքնաբավությանը, համահունչ էր Հնդկաստանի ոչ միացյալ արտաքին քաղաքականությանը, եւ հետեւաբար նրա պատրաստակամությանը ու կարողությանը դիմակայել կայսերական ճնշումներին, նեոլիբերալ ռեժիմը հպարտանում է նրանով, որ խեղացյուրում է ինքնաբավության ցանկացած փորձ։ Արտադրիր Հնդկաստանում կոչը իրականում հրավեր է օտարերկրյա կապիտալին, արտադրել այստեղ։ Նեոլիբերալիզմի իսկական պատճառաբանությունը հենց այն է, որ զարգացող երկրում քայլ առ քայլ վերածվեն ինքնաբավության բոլոր ջանքերը, իսկ դա անխուսափելիորեն դարձնում է երկիրը խոցելի կայսերական շանտաժի եւ ճնշումների առաջ։ Երբ Հնդկաստանում ներդրվեց նեոլիբերալ ռեժիմը, նրա օգտին բերված հիմնավորումն այն էր, թե իբր այն ներկայացնում է նոր հավերժական կարգ, որտեղ կապիտալը ազատորեն շրջում է աշխարհով մեկ։ Արդյունքում համաշխարհային հարավից ցածր վարձատրվող երկրները պիտի դառնային հիմնական վայրերը այն գործունեությունների համար,
որոնք մինչ այդ կենտրոնացած էին համաշխարհային հյուսիսում։ Այդպիսի վերաբաշխման միջոցով, ըստ հիմնավորման, պիտի վերացվեին հետամնացությունն ու աղքատությունը հարավում։ Սակայն այս փաստարկի ակնհայտ խնդիրը այն էր, որ որևէ համաշխարհային կարգ չի կարող համարվել հավերժ ուժ ունեցող։ Նման կարգերը ստեղծվում են կայսերականության կողմից եւ կարող են ցանկացած պահի փոխվել հենց կայսերականության կամքով, ինչը այսօր արդեն ակնհայտ է։ Բայց երբ կայսերականությունը հետ է կանգնում գոյություն ունեցող կարգից, հարավի երկրները, ինչպես Հնդկաստանը, որոնք ընկել են այդ ճիրանների մեջ, դժվարանում են ազատվել այդ կախվածությունից։ Երբ մի երկիր դառնում է առևտրի վրա կախված, ապա առևտրի ցանկացած խզում ծանր հարված է դառնում։ Հետևաբար, եթե երկիրը պատրաստ չէ իր տնտեսական համակարգում լուրջ վերաձևման, ապա այն հակված է զիջումների գնալու, երբ կայսերականությունը կիրառում է բացահայտ ճնշում։ Սակայն այդպիսի ցանկացած վերաձևում դիմադրության կհանդիպի մեծ բուրժուազիայի եւ քաղաքային բարձր միջին խավի կողմից, որոնք եղել են նեոլիբերալ ռեժիմի հիմնական շահառուները։ Իսկ այն կառավարությունը, որը հիմնականում մտահոգված է հենց այս շերտի շահերով, բնականաբար հակված կլինի զիջումների գնալու կայսերականության ճնշող պահանջների առաջ։ Օրինակով այս միտքը ավելի պարզ կդառնա։ Քրամփի մաքսային սպառնալիքը արդեն իսկ բերել է ռուփու արժեզրկմանը։ Իսկ երբ բարձր մաքսերը գործի դրվեն, ռուփին էլ ավելի կընկնի, եթե կապիտալի հսկողություն չկիրառվի։ Եվ դրա հետ միասին հարկ կլինի նաև առևտրային հսկողություն, թի ճակատը կառավարելու համար։ Այս ամենը կնշանակի նեոլիբերալ ռեժիմից նահանջ եւ դրա փոխարինում այլընտրանքային ռեժիմով։ Բայց մեծ բուրժուազիան, որ ինտեգրված է գլոբալիզացված ֆինանսական կապիտալի հետ, կդիմադրի դրան, եւ մի կառավարություն, որը նվիրված է նրա շահերին, այդպիսի այլընտրանք անգամ չի քննարկի։ Այն ավելի շուտ կգնա զիջումների, իմպերիալիստական ճնշումների դիմաց։ Այստեղից հետևում է, որ անկախությունը իմպերիալիզմից արմատապես հակասական է նեոլիբերալ ռազմավարության հետ, ինչպես անընդմեջ հնդկական կառավարություններ ներգիտակցում էին դեռ շատ առաջ, մինչև 1900-ին 90-ականներին տեղի ունեցած շրջադարձը, նեոլիբերալիզմի օրդեգրումը սահմանափակել երկրի ազատությունը։ Դոնալդ Թրամփի նշողու խուլիգանական պահվածքը միայն առավել բացահայտույց է տալիս այդ փաստը։